Բարև ձեզ։ Այսօր Դիանա Հակոբյանի հետ բացահայտում ենք Միասնության թևեր կուսակցության տնտեսական պլատֆորմի 4-րդ ուղղությունը՝ արժեթղթերի շուկա։ Կարճ այս ուղղության կարևորության մասին։ Կարճ 4-րդ ուղղությունը կապիտալի ստեղծման մասին է։ Պետք է անցում կատարել պարտքային տնտեսությունից դեպի սեփական կապիտալի վրա հիմնված տնտեսություն, որտեղ բիզնեսը աճում է ոչ միայն վարկերով, այլ նաև ներդրումներով։ Սա նշանակում է զարգացած կապիտալի շուկա, թափանցիկ եւ հաշվետու ընկերություններ եւ հնարավորություն քաղաքացիներին եւ սփյուռքին դառնալու բիզնեսների համասեփականատերեր։ Այլ կերպ ասած, կառուցում է տնտեսություն, որտեղ կապիտալը ձևավորվում է հենց երկրի ներսում։ Ո՞րն է առաջին քայլը, որ ընկերություններին կդրդի մուտք գործել արժեթղթերի շուկա։ Առաջին քայլը վերացնել բաց եւ փակ բաժնետիրական ընկերությունների արհեստական տարանջատումը, այսինքն ընկերությունը կամ պետք է դառնա իրական բաժնետիրական ընկերություն, ազատ շրջանառվող բաժնետոմսերով, հաշվետվողականությամբ եւ կորպորատիվ կառավարման հստակ կանոններով, կամ պետք է վերակազմակերպվի ավելի պարզ իրավական ձևի։ Այլ կերպ ասած, պետք է մաքրել հին, փակ եւ ոչ թափանցիկ կառուցվածքները, որպեսզի ընկերությունները ավելի վստահելի ձևով կարողանան մտնել արժեթղթերի շուկա։ Բոլորը ունեն ընտրության հնարավորություն, օրինակ բանկերը, հանքարդյունաբերող ընկերությունները, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները։ Այդ ընկերությունները պարտադիր պետք է գործեն բաժնետիրական ընկերության ձևով, խոսքային ոլորտների մասին է, ովքեր ունեն բարձր հանրային նշանակություն եւ մեծ ազդեցություն տնտեսության վրա։ Իրենք պետք է ունենան թափանցիկ հաշվետվողականություն, հստակ վերահսկողություն եւ գործեն միջազգային կորպորատիվ կառավարման ստանդարտների հիման վրա։ Այդ պատճառով դրանք պետք է ապահովեն թափանցիկ հաշվետվողականություն, հստակ վերահսկողություն եւ գործեն կորպորատիվ կառավարման միջազգային ստանդարտներով, միաժամանակ հնարավորություն տալով քաղաքացիներին մասնակցել բիզնեսին եւ եկամուտ ստանալ։ Այլ կերպ ասած, որքան մեծ է ազդեցությունը տնտեսության վրա, այդքան բարձր է պատասխանատվությունը եւ թափանցիկության անհրաժեշտությունը։ Կա արդյոք հարկային խթան, որ կստիպի ընկերություններին գործել բաժնետիրական ընկերության կարգավիճակով։ Եթե շահույթը վերաներդրվում է բիզնեսում, ուղղվում է արտադրության ընձայմանը կամ տեխնոլոգիական զարգացմանը, ապա շահութարկ չի վճարվում։ Այսպիսով խրախուսվում է կապիտալի կուտակումը եւ ոչ շահույթի բաշխումը։ Արդյոք կարող ենք սպասել, որ այս փոփոխությունների արդյունքում արժեթղթերի շուկայից լայնորեն կօգտվեն նաեւ սովորական քաղաքացիներ եւ կարող են եկամուտ ստանալ։ Այո, նպատակն է ներդնել համակարգ, որտեղ արժեթղթերի շուկային հասանելիություն կունենան ոչ միայն խոշոր ներդրողները, այլ նաեւ ցանկացած քաղաքացի։ Սա նշանակում է թվային եւ պարզ հարթակներ, փոքր գումարներով ներդրում կատարելու հնարավորություն եւ բարձր մակարդակի թափանցիկություն եւ պաշտպանվածություն։ Այլ կերպ ասած, քաղաքացին դառնում է ոչ միայն աշխատավարձ ստացող, այլ ներդրող, ով մասնակցում է բիզնեսին եւ կարող է ստանալ եկամուտ։ Արժեթղթերի շուկայում հայերը ավելի շատ արջ են, թե ցուլ։ Ֆինանսական լեզվով ասած, ավելի շատ ցանկանում ենք, որ լինի ցուլային շուկա, այսինքն շուկա, որտեղ ներդրողները վստահ են եւ մտածում են երկարաժամկետ աճի մասին։ Այսօր շուկայում գերակշռում է ավելի շատ արժային վարքագիծը, այսինքն անվստահություն, սպասում, կարճ մտածողություն, պետք է փոխել տնտեսությունը այնպես, որ գերակշռի ոչ թե վախի, այլ աճի տրամաբանությունը։ Շնորհակալություն։